Այսօրվա պատգամի անունը դրել եմ մի հատ ինքը սենց շատ մոռացված բան է, սրտիս հատուկ եկել այդ մասին խոսալու։ Շատ չի խոսացվում դրա մասին։ Մի տեսակ մարդիկ եկել են մի հատ հունի մեջ գնում են և չեն էլ շատերը մտածում այդ թեմայի մասին կամ այդ բառի մասին և այդ թեմայի անունն է աստվածավախություն։ Հազարավոր տեղեր Սուրբ Գիրքը խոսում է աստվածավախության մասին։ Ես տարբերություն եմ դնում, Աստծո վախի չէ, աստվածավախության։ Սրանք տարբեր բաներ են։ Ես խոսալու եմ աստվածավախության մասին, որ մարդը վախենում, աստվածավախ է։ Ամեն։ Եվ իրար հետ նայելու ենք, մոտավոր 7 համար։ Կարճ կնայենք իրար հետ, թե աստվածավախ մարդը ինչպես է լինում և հետո ինչ է լինում իրա հետ աստվածավախությունից հետո։ Կրկնում եմ, ինչպիսին է լինում աստվածավախ մարդը և դրանից հետո ինչ է լինում տվյալ մարդու հետ։ Բացասական չեմ խոսալու, որ այս մարդը Աստծուց չվախեցավ, ինչ է լավ իրա հետ։ Խոսալու եմ միայն դրական ֆոնի վրա։ Ամեն։ Միատ ասա ամեն։ Մինչև որ համարը կգցես, Անայի ջան, մի հատ խոսք ա մեջս, այս քանի օր ավագների գցել եմ այդ խոսքը։ Ուզում եմ դա արտասանել քո համար Սուրբ Գրքից։ Ուշադրի լսիր ինձ։ Եվ ամեն շնորհքի Աստվածը, կրկնում եմ, ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ, ձեզ բոլորովին սուրբանի, զորացնի, հաստատի և հիմնի։ Նայեք բառերին, կրկնում եմ, ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ բոլորիս կանչել է իր հավիտենական փառքի մեջ։ Չի դասում քեզ հետ։ Ձեզ բոլորովին սուրբանի, կիսատ չէ։ Մի քանի ոլորտ չէ, մի քանի ոլորտ ուրիշ։ Ամբողջապես սուրբ անի, զորացնի, հաստատի և հիմնի։ Նայեք ինչքան ուժեղ բառեր են։ Զորացնել, հաստատել, հիմնել։ Աչքերդ փակի, մի րոպե սրա վրա աղոթենք։ Որ սա մեր կյանքերում տեղի ունի։ Մեր Աստված։ Աղոթում ենք Տեր, ինչպես քո ծառա, քո առաքյալ Պետրոսն է ասել այս խոսքը, Տեր։ Մենք էլ աղոթում ենք, որ սա անձնապես և եկեղեցու կյանքում տեղի ունենա, Տեր։ Տեր, ուզում ենք մեզ բոլորովին սուրբ արա։ Մեզ զորացրու, մեզ հաստատիր և մեզ հիմնիր, Տեր։ Շնորհակալ ենք Հայր։ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Լավ խոսք է։ Ինձ շատ է դուր գալիս։ Դուք պատկերացնում եք ինքը մեզ կանչել է իր հավիտենական փառքի մեջ։ Մի հատ ասա հավիտենական։ Ոչ մի ժամ չի աշխատում այդտեղ։ Ժամացույց չկա, ժամանակ չկա, հեսա բրծի, շուտ արա, վռազնեմ, չկա այդպես բան։ Հավիտենական փառք։ Ու մենք կանչվել ենք հենց այդ փառքի մեջ։ Հենց այդ։ Ամեն։ Այն Աստվածը, որ կանչել ատեղ, չի կարող մեզ զորացնի, չի կարող մեզ հաստատի, կարող անի, մեր ուզելը կարևոր է, ամեն, Աստված օրհնի քեզ, Հոբ, այդպիսի գիրք կա, Հոբի գիրք, մեկ, մի մարդ կար,
Հուս երկրում եմ անունը հոբ։ Հա, հոբը, 3 տար։ Եվ այն մարդը կատարյալ և ուղիղ և աստվածավախ էր և հեռանում էր չարությունից։ Օրինակ, ասում մի մարդ կար, մի ամբողջ, դուք պատկերացնում եք, սիրելիներ ինչ տեղի ունենում, մի ամբողջ երկրի մեջ կան հազարավոր, 10,000-ավոր, 100,000-ավոր մարդիկ, բայց Աստված խոսում է մի մարդու մասին։ Մեկ հոգու ուզում եմ Տեր։ Ուզում ես Աստված քո մասին հատուկ խոսա միլիոնների միջից, ուզում եմ։ Սա հպարտություն չի։ Սա Աստծուն ցանկանալ է։ Սա Աստծո առաջին ճիշտ լինել է և Աստծո գործի համար պատրաստ լինել է։ Ես ուզում եմ Տեր։ Միլիոնների միջից, 10,000-ների, 100,000-ների միջից իմ մասին գրես, ինձ կանչես, իմ մասին խոսաս ու ասես, գիտես ամեն հավատացյալ սա պիտի ցանկանա։ Ես ուզում եմ Տեր, ինձ չէ հետաքրքրում իմ կողքի նստածն ինչ ա մտածում հիմա։ Ինձ հետաքրքիր չի ով ուզի, ով չի ուզի, լավ որ բոլորն էլ ուզեն, բայց ես ուզում եմ Տեր։ Ուզում եմ մի օր գրես, և Հայաստանի մեջ մի մարդ կար Արսեն անունով, որին կանչեցի հատուկ ծառայության համար, դու քո անունը դիրը Տեր։ Մի մարդ կար, ես ինչ գյուղում, ես ինչ քաղաքում, ես ինչ երկրի մեջ, Վեդիի մեջ, որին կանչեցի հատուկ մի բանի համար ու սկսեցի իր մասին գրել ու խոսում է դրական։ Ինչ ա գրում։ Ասում այս մարդը կատարյալ էր, ուղիղ էր և աստվածավախ էր և չարությունից հեռանում էր։ Ես չեմ խոսալու արդարության, կատարելության և ուղղության մասին։ Ես խոսում եմ աստվածավախության և չարությունից հեռանալու մասին։ Ուրեմն ինչ ամես ցույց տալիս է Սուրբ Գիրքը։ Սա Աստված է արտահայտվում Հոբի համար։ Սա քո կողքի նստողի կարծիքը չի, որ իմանաս շփոթվել է կամ սխալ է ճանաչում։ Սա մարդու ասած չի, որ իր ասածի շարժարիթը դնես կասկածանքի տակ, ասես տենաս կեղծավորություն անում, թե ստից ասում, թե ոնց ասում։ Սա Աստված է խոսում։ Ամեն, և սա կատարյալ ճշմարտություն է։ Աստվածավախ, ահա աստվածավախության առաջին պայմանը կամ կետը, թե ինչա ծնում կամ բերում կամ հետևանք տալիս աստվածավախությունը։ Աստվածավախ մարդը սկսում է չարությունից հեռանալ։ Որտեղ չարիք կա, որտեղ մեղք կա, որտեղ վատ բան կա, որտեղ անաստվածային բաներ կան, աստվածավախ մարդը սկսում է այդտեղից հեռանալ։ Ուզում եմ Տեր։ Գիտեք մարդիկ կան նրանք ուզում են լինել կիզակետում վատ բաների։ Ուզում են մտնել այդտեղ հետաքրքրասիրություն տանում է, տենաս ինչ կա, ինչ կլինի։ Մարդիկ կան իրանց դուր է գալիս անգամ բացասական վատ բաները լինելու տեղ, տենալու ինչ է կատարվում, բայց Սուրբ Գիրքն ասում է, եթե դու Աստծուց վախեցող մարդ ես, գիտեք, Մենք ինձ ուշադրի լսիր, կարևոր բան եմ ասում։ Աստվածավախությունը Աստծուց վախենալուց տարբեր է։ Ասա ոնց։ Հիմա կբացատրեմ։ Մենք ունենք Աստծուց վախենալ, երբ որ ուշադրի լսիր, կարող է տարին մեկ, 5 տարին մեկ, ինչ որ իրադրության մեջ առիթ հանդիսանա չար բան, վատ բան անելու ու դու Աստծուց վախենաս ու չանես դա։ Սա տարբեր է, իսկ աստվածավախությունը դա բնավորություն է, մշտական քո սրտի մեջ քո հետ, դա ապրելակերպ է։ Հասկանում եք ինչ եմ ասում, կրկնում եմ, աստվածավախությունը ապրելակերպ է, նա մշտական քո հետ է, քո սրտի մեջ է և երբեք չի հեռանում քեզանից։ Դու ապրում ես միշտ դրանով առանց մտածելու հիմա ես վատ բանը անեմ, թե չանեմ։ Դու ավտոմատ չես անում։ Հասկանում ես, դա բնավորություն է, դա տեսակ է միշտ գոյ, իսկ Աստծուց վախենալն է նա, որ առիթը հանդիսացել մի բան ուզում ես անես, հասկացել ես ինձ ինչ եմ ասում։
մի բան ուզում ես անես, մեկ էլ հանկարծ հիշում ես, որ դու հավատացյալ ես, հանկարծ հիշում ես, որ Աստված կա, հանկարծ մի երկու պատվիրան սկսում է պահեստից արթնանալ, մտքի պահեստից, ու դու որոշում ես այդ բայլետի չանել, որովհետև վախենում ես, գիտես ինչից, Աստծուց վախենալու մեջ, գիտեք ինչ կա, պատիժ չստանալու ֆակտորը, բայց ես դրա մասին չեմ խոսում, դրա համար եմ առանձնացնում Աստված վախության բնավորությունը, էությունը Աստծուց վախենալուց, հասկանալի եմ բացատրում, երբ որ մենք մի բան սենց Աստծուց վախենալով չենք ուզում անենք, մեր մտքի մեջ, ուշադրեք լսիր, մեր մտքի մեջ այն միտքն է, որ կարող է հետևանքը հնձել, պատիժ ստանամ, չանեմ, երեխեքիս մի բան չլինի, այն մեկին մի բան չլինի, իմ վրա մի բան չկա, չհիվանդանամ եւ այլն եւ այլն։ Իսկ Աստված վախությունը, նայ, դու կարաս Աստծուց վախ ապրես այդ պայն դա չանես, բայց դու սրտով համաձայն ես այդ չարությունը գործելու հետ։ Լավ եմ ասում, ասա։ Իսկ Աստվածավախության տեսակի ու բնավորության մեջ բացի այն, որ ինքը չի անում չարություն, այլ նաև անելու ցանկություններ չունի, որտեղ ինքը հագած է դա։ Նրա սիրտը, նրա էությունը փոխված է։ Համաձայն ես իմ հետ, ամեն։ Ուրեմն ես չեմ ուզում վախենամ Աստծուց այս պայմանի մեջ, որ հանկարծ ինձ մի բան չլինի։ Ես ուզում եմ Աստված վախությունը հագած ունենամ, որ ես չեմ ուզում չարություն անեմ։ Սա է Աստված վախությունը։ Իսկ այն որ ասում եմ, կան չէ Աստծուց վախենամ, մի բան չանեմ, մի բան լինի, պատիժ ստանամ։ Սա նորմալ չի, սա աննորմալ է։ Ես չեմ շղթում, որ դու կարող ես ստանաս պատիժ։ Ես չգիտեմ, ես Աստված չեմ։ Աստված որ պահի ինչ ոնց կլինի։ Հասկանում եք, բայց մի բան կա։ Ուշադրեք լսիր։ Աստված չի ուղարկում պատիժ։ Աստված դրել է հավիտենական կանոն, ուշադրեք լսիր։ Հավիտենական կանոն։ Ու ասել է Արսեն, դու պետք է մնաս այստեղ, օրինակ։ Եթե դու ստից դուրս գաս, չափուճ է աշխատում, ավտոմատ։ Դրախտ։ Աստված չի պատժում, հասկանում ես ինչ եմ ասում։ Ինքը քեզ ինձ դրել է մի հատ տեղ, շրջանակի մեջ, օրինակ, սիմվոլիկ եմ ասում, որ ավելի տպավորիչ լինի։ Ու ասում Արսեն, եթե դու ստե մնաս, ոչինչ չի լինի, ստեղ աշխատում է հավիտենական օրհնությունը, բարությունն ու ապահովությունը։ Ոտքդ փորձես այս շրջանակից դուրս հանես, ես չեմ անում, ես կանոնը դրել եմ 6000 տարի առաջ, չափուճ է աշխատում, գալու է քո վրա, հետո չասես, որ ես քեզ պատժեցի։ Իմ դրած կանոնը ինքը իրան աշխատում է, քանի ես երկիրն ու երկինքը կա։ Հասկանալի եմ ասում, ամեն, մի հատ ասա հա։ Եվ շատերս մեր ոտ այդ շրջանակից դուրս ենք անում, այդ մուրճը աշխատում է դրախտ, անունը դնում ենք Աստված պատժես, չէ, կանոնի խախտումը, Աստծո խոսքից դուրս գալը, Աստծո դրած տեղից փախնելը ավտոմատ կերպով ունի իր չափուճը, որը աշխատում է։ Ամեն, եւ մենք երբեք չասենք Աստված ինձ պատժեց։ Աստված էս արեց, Աստված չէ։ Մենք գիտենք ինչ է դա, իսկ Աստված վախությունը այդ շրջանակից դուրս գալու ընդհանրապես ցանկություն չունի։ Ինքը բավարարված է այդ շրջանակի մեջ եղած Աստծո տված օրհնություններով, Աստծո տված բաներով, որ Աստված տվել է, ինքը չի ուզում այդտեղից փախնի իր հարցը լուծելու համար։ Ինքը ասում է, տես, ստեղ եմ, ինչ տվել ես փառքես։ Դու որ տաս ստեղ ես տալ, ես մնում եմ քո կամքի մեջ, ես Աստվածավախ եմ եւ քո խոսքը խախտելու ցանկություն չունեմ։ Ով է ուզում Աստված իր մասին այսպես արտահայտվի։ Ես ուզում եմ անկեղծ։ Ուզում եմ մի օր Աստված ասի, Շիրազլուի մեջ մի մարդ կար սպիտակ մազերով, անունը Արսեն, ինքը Աստվածավախ էր եւ չարությունից հետ էր քաշվում։ Ուզում իմ մասին Աստված ինձ ասի։ Ոչ միայն դու ասես, այլ Աստծո մոտելը տենց լինի, որտեղ իր ասածն է իրականությունը, թե չէ ես քեզ կարամ խաբեմ, խաղամ։ Դու տենաս ես Աստվածավախ մարդը, չարությունից հետ քաշվող, խաղամ։
Ամեն։ Խնդրում եմ երկրորդ համարը։ 1:8 Հոբի, այո, հոբի, 1:8 Աստված սատանային տեսեք ինչ է ասում։ Ասում է իմ ծառա հոբին ուշադրություն դարձրիր, նորից նույն բաներն է ասում։ Նույն բաներն է ասում։ Գիտեք ինչ կա ստե։ Սատանա, ես չգիտեմ դու Արսենի մասին ինչ ես կարծում, բացատրելու համար եմ ասում, բայց ահա իմ կարծիքը, ահա իմ տեսակետը, ահա իմ իրականությունը Արսենի վերաբերյալ։ Ուշադրություն դարձրիր իրա վրա։ Ուշադրիր լսիր, կարևոր բան եմ ասում։ Սատանան շատերիս կյանքում ուշադրություն է դարձնում պարտադիր, որպեսի տենա մեր բացասական կողմերը, սխալ կողմերը և բողոք բարձրացնի, ներկայացնի Աստծուն։ Հասկանում եք իրար։ Նա դրա համար է նայում, բայց Աստված սատանային ասում է ուշադրություն դարձրիր Արմենի վրա։ Ու տեսեք Աստված ինչ է տենում։ Ինչ է տենում սատանան, ինչ է տենում Աստված։ Ամեն, Աստված ասում է նա աստվածավախ է Արմենը և նա չարությունից հետ է քաշվում։ Այս բառը քեզ չի դզում։ Ասում է իրա նման չկա։ Որ չարությունից հետ քաշվի, իրա նման չկա։ Ամեն, մեկ հոգի էր, որ այդ երկրի մեջ տվյալ տեղում Աստծո սրտով մարդ էր, ասում էր, իրա նման մարդ հետ չկա, որ չարությունից հետ քաշվի։ Եկեք մի հատ հասկանանք, խնդրում եմ, չարությունից հետ քաշվել այսինքն ինչ։ 100%-ով գիտես, որ դա չար բան կա։ 100%-ով գիտես, հիմա խոսակցություն սկսես կռիվ առնելու։ 100%-ով գիտես, հիմա այս ինչ բանը անես, էլի խոսալու է։ Չար բան առնելու, փոխանակ հետ քաշվես։ Չմտնես այնպես տեղեր, որտեղ կարաս վնասվես։ Որտեղ չար վատ բան կա, բայց փոխանակ քաշվես, հեռանաս, գնաս, թեկուզ որ կտուժվես ինչ-որ հարցերի մեջ, նյութական և այլն, բայց դու գնում մտնում ես այդտեղ, ինչի համար, որտեղ աստվածավախ չես, ինչի համար, որտեղ դու հակած չես, դու տես չես ապրում։ Ես քեզ ու ինձ հորդորում եմ այսօր չարությունից հետ քաշվիր, հետ կանգնիր չարությունից, ասա չեմ ուզում, ես գնում եմ։ Գիտեք, չարն է, որ չարությունն է, որտեղ սատանան է տեղը։ Որտեղ չարը հենց ինքը սատանան է։ Ամեն։ Կրկնում եմ, չարությունը այն է, որտեղ սատանան է տեղը, և չարությունը հենց ինքը սատանան է։ Ամեն։ Ես չարության հետ չեմ ուզում գործ ունենալ։ Ավելին ասեմ, չար մարդկանցից եմ ուզում հեռու մնալ։ Եթե 1, 2, 3 նրանք չեն ապաշխարում, ես չար մարդկանցից ուզում եմ հեռու մնալ։ Ամեն, չեմ ուզում իրանց հետ գործ ունենամ։ Չեմ ուզում գործ ունենամ այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարան անընդհատ պղտորեն, թունավորեն, վնասեն, վիրավորեն, նեղացնեն, կյանքդ փչացնեն, չարություն անեն, չարություն լինի և Աստված չփառավորվի։ Ուզում եմ հեռու մնամ, սարքիր մեզ Տեր Աստվածավախ չարությունից հետ քաշվող մարդիկ։ Տեսեք, կզարմանաս, բայց ահագին ժամանակ անցել, 1-1-ից մինչև 1-8, բայց Աստվածը նույն կարծիքին է հոբի մասին։ Լավ է, ամեն, ամեն, ու քեզ դուր չի գա, երբ որ Աստված սատանայի հետ խոսա քո մասին ու խոսա այս բառերով, ու մի հատ էլ հլասի, մի վախեցի, ես քեզ եմ իմ ասում, չվախենաս, որ սատանան հատուկ կուզենա ուշադրություն դարձնի քո վրա։ Երբ որ ուշադրություն դարձնի, թող տենա այս բաները, Աստվածավախ և չարությունից հետ քաշվող։ Գիտեք, պատճառը սա էր, որ սատանան չէր կարում կպնել հոբին։ Գիտեք, ես ինչ եմ ուզում ինձ ու քեզ ասեմ, շատ պրակտիկ մի բան։ Բաներ կա, որոնց համար աղոթելու կարիք չկա։
Ես հեսա համարներով ցույց եմ տալու։ Բաներ կա, որոնց համար օրերով, տարիներով, ժամերով աղոթելու կարիք չկա։ Տեր պահիր, տերես, արա տերեն, շատ պարզ է, ապրիր աստվածավախ չարությունից ետ քաշվիր և սատանան քեզ երբեք ամբողջ կյանքում չի կարա մատով կպնի։ Ամեն։ Ուզում ես 1000 անգամ աղոթի, հիմա հակառակն եմ ասում, ուզում ես օրեն 50 անգամ աղոթի, Տեր պահիր ինձ չարիք չլինի և այլն։ Սատանան իմ կյանքին, սատանա ես քեզ հրամայում եմ Հիսուսի անունով, չէ՞ սենց աղոթքներ կան, լավ է, բայց նայած ինչի մեջ։ Եթե մարդը կանգնած է իր հողի վրա, չարության հողի վրա, իր սեփական կամքով, սիրում է չարությունը ու սատանային հրամայում է Հիսուսի անունով, որ սատանան իր այդ գործ չուներա։ Այն բանի ասած լուրջ եք ասում։ Հա, չի լինում այդպես, ժողովուրդ։ Ապրիր աստվածավախ և հետ քաշվիր չարությունից և դու կարիք չունես աղոթելու, որ սատանա չլնեմ չիմանամ փորձես ինձ մատով կպնես։ Ինչքան պարզ է, չէ՞։ Ինչքան ճիշտ է, չէ՞։ Ամեն։ Պարզ, երկու բան, աստվածավախ չարությունից հետ կա։ Դրա համար սատանան ասում էր, սատանան դե իհարկե չէր կարա հակառակ էր Աստծո ասածի, չեմ գրել, բայց դուք պատմությունը գիտեք շատերը։ Ասում էր, «Այ ինչ, բա իրան ամեն ձևի պատել ես ցանկով»։ Ես ոնց կարամ իրան կպնեմ։ Ոնց էին պատել ցանկով։ Այս մարդը, որ չարությունից հետ էր քաշվում, սատանայի առաջ բոլոր դռները ավտոմատ փակվել էր։ Այս մարդը, որ աստվածավախ էր, սատանայի մուտքերի համար բոլոր դռները ավտոմատ փակվել էր։ Նա չէր կարող իրան մոտենալ, հասկան մեկ ինչքան պարզ է, ժողովուրդ, տարիներով աղոթելու փոխարեն կարելի ապրել աստվածավախ և չարությունից հետ քաշվել և էլ ամեն անգամ չվախենալ, չմտածել, չմտահոգվել և հրամայական աղոթքներ օրը 50 անգամ չարձակել, սատանա չլնեմ չիմանա։ Եթե սատանայի ձեռից բան ենք վերցում, մարդիկան թևանցուկ արած են սատանայից հենց, տեղ են հետում իրար հետ ու Հիսուսի անունով հրամայում են, որ ինքն իրանից գնա։ Չի լինում այդպես։ Ուզում ես լավ զաբոր, սահման, սատանայի ու քո միջև լավ զաբոր լինի, սենց ուժեղ զաբոր, աստվածավախ ապրիր, եղիր, հագիր դա և չարությունից ետ քաշվիր։ Ինչքան հզոր հեշտ բանալի է սա, որպեսզի սատանան քո կյանքը չկարենա վնասի։ Աչքերդ փակիր աղոթենք 10 վայրկյան իրար հետ։ Չարությունից ետ քաշվելու որոշում ենք անում հիմա։ Դու 5 վայրկյանում կարաս հիշես քո կյանքի մեջ ինչքան չարություն կա, այսինքն բաներ, որոնք աստվածահաճո չեն։ Դու գիտես, որ դա խախտում է ավետարանի։ Հենց հիմա որոշումով հրաժարվում ենք դրանից և քո ու սատանայի մեջտեղ մի հատ ուժեղ զավոր է շարվում։ Սիրելի Տեր, մեր մեջ չարության հանդեպ իշքան ցանկություն կա, որի մեջ մենք ապրում ենք, կամ դա մեզ դուր է գալիս, մենք հիմա հրաժարվում ենք դրանից։ Մենք ետ ենք քաշվում չարությունից, որոշում ենք անում չարության մեջ չապրելու և դա լինում է իմ, քո, ամբողջ եկեղեցու, քո ընտանիքի և սատանայի միջև պաշտպանություն։ Ամեն։ Համաձայն ես։ Սա լուրջ բան է, խնդրում եմ քեզ, հետ քաշվիր, փախիր, գնաս, չեմ ուզում։ Դու միշտ հիշեք, ես շատ եմ ասել ժողովուրդ, սատանան ստիպելու, զոռելու ոչ իրավունք ունի, ոչ իշխանություն, ոչ էլ ուժ հավատացյալի վրա։ Չունի ինքը հետի, մենք ենք տալիս իրան հետի։ Մեր խապվելով, մեր սիրելով իր առաջարկած բաները։ Ամեն։ Հաջորդ խոսքը։ Սա երրորդ տեղն է, որ Աստված նույն ձևի արտահայտվում է Հոբի համար։ Բայց գիտեք ինչ ա եղել։ Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի, Տերը ասեց նորից սատանային, որ երկրի վրա նրա նման ինչքան ուժեղ է, չէ՞։
խոսում, մի հատ պատկերացրա, Աստված միտեղ խոսում է, ասում է Արմենի նման կատարյալ մարդ չկա երկրի վրա։ Արդար աստվածավախ նույն բառերն է, երբ չարությունից հետ քաշվող մարդ չկա ու դեռ իր կատարելությունը պահում է։ Ասպա թեև դու ինձ ուզում էիր համոզել, որ նրան զուրտել է կործանել։ Գիտեք ինչ է եղել։ Ինչ է եղել, ասեք։ Գիտեք ինչ ունի կործրել է։ Մի օրվա մեջ, ունեցված երեխեք եթե կարդացել եք։ Չէ՞։ Բայց ասում է, նույն ձևի է հələ, բան չի փոխվում։ Դե ինչքան ժամանակ անցել, բավականի։ Գիտեք, այս ստաբիլություն ինձ դուր է գալիս։ Մարդ, որ ինքը հոգևոր կյանքում ունի այդ ստաբիլությունը։ Այդ կայունությունը, որ ինքը միշտ տենց է, միշտ ու տենց էլ մնաց մինչև վերջ։ Նորից նույն բառերը, նա չարությունից հեռանալ նրան նմանը չկա։ Թեև լիքը բաներ, երեխա, տուն, ունեցված, ամեն ինչ կորցրել է, կնիկն էլ իրան հանդիմանել, թող է գնացել է։ Կնիկն էլ ասել է Աստծուն հայհոյի մեռի, էր սրանից հետո քո ապրելում ապել։ Մեր լեզվով եմ ասում ուղղակի այդ վերջի բայերը։ Չէ, լումա, չէ, ասում եմ, գնա մեռի, ելի չէ, ապրում ես, այդպես բաներ ես, որ արը մեռնես դրանից լավ, այլում է, չէ, տենց խոս։ Կնիկն տենց էր ասում հովի։ Ինքը կնոջ վրա էր խոսած, կինը գնաց։ Հետո կարդում ենք 19-րդ գլխում, որ ասում է իմ շունչն անգամ իմ կնոջն ատելի է դարձել։ Այսինքն կնիկն անգամ հեռացել էր, զզվում էր իրանից, թող է գնացել էր, որտեղ ինքը շատ վատ իրադրության մեջ էր, ես չեմ խոսում իր ցավերի մասին։ Ուղղակի ուզում եմ ցույց տամ մի բան, որ աստվածավախությունը մարդու մոտ մնում է մինչև վերջ, որտեղ հոբը հագած էր դա։ Գիտեք, դուք կարող եք հիմա ձեր կյանքում հայտնաբերեք, որ ձեր կյանքի որևէ ժամանակահատվածում կամ որևէ հատուկ բաների մեջ դուք Աստծուց վախենում եք եւ տեղեր կա, որ դուք Աստծուց չեք վախենում։ Չէ, եկեք խոստովանենք, որ բաներ կա մենք Աստծուց վախենում ենք, բաներ կա մենք Աստծուց չենք վախենում։ Գիտեք ինչի այն բաները, որոնց մեջ չենք վախենում, ինչի հետևանք է, ասա գզարմանաս անհավատության։ Այն բաների մեջ, որոնք որտեղ մենք Աստծուց չենք վախենում, դա անհավատության հետևանք է։ Մա կարող ասես ոնց է, չէ՞ այդպես։ Ես չեմ հավատում, որ մարդը հավատա, որ հիմա սենց անի, սենց ալնելու, ինքը անի էդի։ Դու չես հավատում, որ այդպես կլինի, դրա համար անում ես։ Սա է անհավատությունը։ Պատվիրանքներ կա, դու շատ սիրով պահում ես։ Պահում ես նամուսից, թասիբից չգիտեմ, պահում ես դրանք։ Հավատում ես, որ դա անես, լիքը վատ հետևանք ունենալու։ Իսկ պատվիրանքներ կա, որ դու չես պահում, խախտում ես, որտեղ չես հավատում դրա հետևանքի։ Օրինակ ով է հավատում բամբասանքի հետևանքին։ Դրա համար էլ հեշտ բամբասում եք։ Դրա համար էլ հեշտ չարախոսում եք։ Դրա համար էլ հեշտ մեղադրում եք։ Չեք հավատում, որ դրանից հետո հետևանք կարա լինի իմ ու քո կյանքում։ Դրա համար հանգիստ անում ենք, բայց չէ, մարդ ոնց սպանեմ։ Խայտարակ կլնենք, կբռնենք, կդադեն։ Հետևանքը գիտեք։ Դրա համար չենք անում։ Իսկ լիքը պատվերներ կա չենք անում, խախտում ենք, որտեղ չենք հավատում, որ դա իր մեջ հետևանք է կերում մեր համար։ Բարդ եմ խոսում։ Բախից էլ չեք անում։ Տերը ձեզ ողորմություն անի։ Ղուկասը 2:25-ը Սիմոն անունով մի մարդ կար, ինքը տարիքով մարդ էր ծերունի և աստվածավախ էր, ձեկ ինչ ասում, ասում է Երուսաղեմում մի մարդ կար, ամեն, անուն է Սիմեոն, այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությանն էր սպասում,
այն միշտ ճիշտ թարգմանության մեջ, եւ Սուրբ Հոգին նրա վրա էր։ Ինչ է անում աստվածավախությունը մարդու կյանքում, սիրելիներ։ Աստվածավախությունը մարդու կյանքում սպասում է բերում։ Սպասում Աստծուց, որ ես ձեռքս չարության չեմ մեկնում, մնում եմ Աստված վախության մեջ, սպասում եմ եւ Աստված իր խոստումը տալու է ինձ, ես վայելելու եմ այդ խոստումը։ Համաձայնես թե չէ։ Ես այդ խոստումը վայելելու եմ։ Որն է խոստումը։ Աստվածավախ Սիմոնի կյանքում։ Նախ աստվածավախ մարդը ինքը տաճարի մարդ էր։ Տաճարը եկեղեցին է։ Աստվածավախ մարդը, նայեք, ուշադիր, քեզ հասարակ բան եմ ասում, լսիր։ Ինչ որ ասում եմ, ես միշտ ասում եմ, Սուրբ գրքով ցույց չտամ, ասա խի ես մերզի խափում։ Ասում եմ, թե չէ։ Հիմա նայեք։ Գործ Քառակելոցի մեջ այսպիսի խոսք կա։ Եթե համարը հետաքրքիր է 2:47, վերջի խոսքն է։ Այդ բանի միջակետից հետո անգամ հետ էլ հուշը։ Երկրորդ հատվածը, B հատվածը այդ խոսքի։ Ասում է, եւ Տերը ամեն օր, ասա ամեն օր։ Փրկվածներին ավելացնում է եկեղեցու հետ։ Ում հետ։ Եկեղեցու հետ։ Ում է փրկվածներին։ Այսինքն ինչ է սա նշանակում, որ փրկված մարդու, այսինքն հենց մարդը լսավ Աստծո խոսքը, ընդունեց ստացավ փրկությունը Հիսուսի բերած, իր հաջորդ քայլը եկեղեցուն միանալն է։ Ճիշտ եմ ասում, ասա ամեն։ Եթե սա չկա, ես ասում եմ, եթե եկեղեցուն միանալ չկա, եթե եկեղեցի գնալ չկա, փրկված մարդու կյանքում, դա ուրեմն իրան մոտ մեծ բան երբեք չի կարա լինի, որտեղ դու չես կարա մեկից մեծ բան ակնկալես, եթե ինքը այգուբեն չգիտի։ Որտեղ փրկված մարդու եկեղեցի գնալը նման է, նույնն է այն, որ երեխան հետում է առաջի դասարան ու սկսում է տառերը սովորել, այգուբենն է դա։ Այն մարդիկ, ովքեր փրկված են եւ եկեղեցուն չեն միանում, կամ չեն միացել, եւ ես ու դու իրանցից սպասում, մեծ սպասում, ակնկալիք, կամ ինչ-որ հոգևոր մարդ լինելու, դառնալու կամ հոգևոր մեծ բաների ակնկալիք ունենք, մենք սխալված ենք։ Որտեղ փրկված լինելը անմիջապես միացում է Քրիստոսի եկեղեցուն։ Ամեն։ Ծրանից ենք կողմ, ոչինչ չկա։ Ոնց որ մեկը աղյուսակ չիմանա, ու գալ քո հետ խոսա բարձրագույն մաթեմատիկայից։ Ասի արի իրար հետ վիճենք, արի իրար հետ խոսանք, հələ տերան, ես լավ գիտեմ, թե դու գիտես լավ։ Իմ կյանքում եղել է նման բաներ։ Ասում եմ, մի անգամ ավետարանը ծերից է կարդացած կաս, ասում է չէ։ Բայց ուզում է իմ հետ վիճի։ Քո հետ վիճի։ Անես մարդկանց հետ, որ միջակետներ են կերել, ստորակետներ են կերել, բութներ են կերել, շեշտներ են կերել, կարան կես ժամ տեքստեր երկար արտասանեն առանց Սուրբ գրքին նայելու։ Բայց այն մարդը ավետարանը մի անգամ չի կարդացել, ուզում է քո հետ վիճի։ Լավ է թե չէ։ Ամեն։ Դզում է քեզ եթի։ Պետք չի, որ էդի տես լինի։ Ես ուզում եմ տես միանամ։ Ամեն։ Ուզում եմ քո տան մեջ լինեմ։ Քո եկեղեցու հետ, Աստվածավախ։ Այստեղ բայց ուժեղ բան կա միա։ Երբ որ Սիմեոնը հիմա կարող է չիմացողներ ասել, բա ինչ հույսի ակնկալիք ուներ, ինչի էր, ինչ փրկության էր սպասում էր, որ տենար ծնված Հիսուսին որպես Իսրայելի փրկություն, մարդկանց փրկություն, հասկանալի եմ ասում, դրա համար ասում երբ որ ինքը այդ խոստումը Սուրբ գրքից, Սուրբ հոգուց ուներ, որ դու չես մեռնի, մինչև տենաս այն փրկչին, որը պիտի ծնվի, մարդկանց փրկելու համար, սա խոստում էր Սիմեոն ծերունուն, որ դու Հիսուսին, մանուկ Հիսուսին տենալու ես, ամեն նա արձագանքի, ամեն։ Աստվածավախ մարդը,
Աստծուց ուշադրիր լսիր, Աստծուց ստացած խոստումը չի ցալնկցում մի կողմ, սպասում է դրան եւ ակտիվ է լինում Աստծո գործի մեջ, ծառայելով իրան, միջև որ խոստումը կտեսնի կամ կվայելի։ Եվ ասում եմ մի օր Սուրբ Հոգին իրան ասեց հելի գնա տաճարը։ Բացատրած եմ ասում։ Որ ժամանակ էր դա, Հիսուսը ծնվել էր արդեն 8 օրական էր, Հիսուսին բերում էին տաճար ըստ հրեական օրենքի։ Սիմեոնը գնաց հասկացա, որ սա այն մանուկ փրկիչն է, որ պիտի ամբողջ մարդկությանը փրկի ու այս երեխուն գրկեց։ Գիտեք, երբ որ գրկեց ինչ աղոթեց, ասեց հիմա արձակիր քո ծառայի, իմ աչքերը տեսան քո փրկությունը։ Քո ծառային արձակիր, գիտեք արձակել ինչ է։ Քանի հոգի կհամարձակվի սրտանց, որտեղ Սուրբ Գիրքն է սա գրում։ Բերանով չէ, Տերը ուզում է մեռնել պրծանել, սա չէ։ Սրտանց Աստծուն աղոթի, ասի հիմա ժամանակն է քո ծառային արձակի։ Տեսամ, խոստումը իրականացավ, հիմա գալիս է քո մոտ։ Դժվար է, չէ՞ աղոթել։ Սուրբ Գիրքն ասում է իր վրա Սուրբ Հոգի կա։ Աստվածավախ մարդու վրա Սուրբ Հոգի կա։ Միշտ կա։ Միշտ ներկա է, միշտ վայելքի մեջ է։ Միշտ իր ազդեցության տակ է Սուրբ Հոգու։ Դա աստվածավախ մարդու կյանքում է, որ Սուրբ Հոգին գործում է մարդ, որը աստվածավախ է։ Ամեն։ Գիտեք աստվածավախությունը ինչքան բաներից է ինձ ու քեզ զսպում։ Գիտես։ Տես աստվածավախությունը պատճառ է, որ դու քո լեզվին ազատություն չտաս։ Աստվածավախությունը պատճառ է, որ դու քո մտքերին ազատություն չտաս, թեկուզ թաքուն մտքերին։ Աստվածավախությունը պատճառ է, որ դու քո արարքներին ազատություն չտաս։ Սա պատճառ է, սա է, ինքը միացած զսպող, միացած ազդող մեխանիզմ է, սենց պատկերացրա, որ չի թողում, որ դու վատ բան անես։ Ավելին չես էլ ուզում անես, որտեղ դու իր մեջ ես ապրում։ Ամեն, և գիտեք նա արձակվավ ու գնաց։ Ով ավզում արձակվի իր ծառայության մեջ։ Ով ավզում։ Մեռնելու մասին հիմա չեմ խոսում, արքային ասա ես։ Տեր Աստված, ուշադրիր լսի, փոխում եմ թեման։ Դու իմ համար լիքը խոստումներ ունես, ծառայություններ եւ այլն։ Ես սպասում եմ դրան, ես իմ մասին եմ խոսում, դու էլ քո։ Ես սպասում եմ դրան եւ ես աղոթում եմ դրանց համար գրեթե ամեն օր։ Որպեսզի դու այդ խոստումները ոչ միայն սուրբ գրային, այլ անձնական, որից ասել ես, իմ կյանքի մեջ իրականանա այս երկրի վրա։ Որպեսզի ես արձակվեմ իմ ծառայության մեջ, խոստումը իրականանա։ Ես պետք է Հիսուսի հետ հանդիպում ունենամ։ Ուզում ես գրկես Հիսուսի, սա լուրջ հանդիպում է Տիրոջ հետ։ Երբ որ դու իր հետ հանդիպում ես, ամեն խոստումն իրականանում է եւ դու արձակվում ես այն խոստումների ու ծառայությունների մեջ, որի մասին Աստված քեզ ասել է։ Դե իմ կյանքում բաներ կա, որ Աստված ինձ ասել է, ես գիտեմ, տենում եմ դրանք հոգու մեջ։ Ես ոչ մեկին չեմ ասել, ես աղոթում դրան։ Չեմ էլ ասելու, մի օր կտենաք։ Ամեն, ու ինչպես շատ բաներ տեսել եք։ Ինչպես ես ձեր կյանքում, դուք էլ իմ կյանքում։ Ամեն։ Եվ դու լուր սպասում ես դրան, բայց ակտիվ ես սպասում։ Ակտիվ։ Անում ես այն ինչ-որ պիտի անես և Աստծո հոգին գալիս է և քեզ բրդում գցում է։ Այն ծառայության մեջ, որին որ դու սպասում ես։ Դրա համար ասում է, արձակի դիմա քո ծառայի։ Գիտեք, բաներ կա, կարծես Աստված մեզ կապել է մի տեղ, ուշադրիր լսիր ինձ։ Բաներ կա, կարծես Աստված մեզ կապել է մի տեղ այդ ժամանակահատվածի ծառայության համար։ Լսում ես ինչ եմ ասում։ Օրինակ, հիմա այդ ժամանակահատվածի համար ես չգիտեմ Աստծո կամքը։ Աստված ինձ եմ ասում, ինձ կապել է այս եկեղեցում։ Հնարավոր է կամ այդ ժամանակ Աստված ինձ արձակի։ Այսպես արձակի ասի, ստեղ լրացավ գնա։ Չես արձակի։
Քո ծառա, հասկանում եք, եկեղեցուն թողնել գնալու մասին չեմ խոսում, մնաց միտք չառնեք հիմա Տերը ինձ ասում է գնա ուրիշ եկեղեցի։ Դրա մասին չեմ խոսում։ Կամ մի ծառայություն եմ անում, Աստված քեզ կապել է այդտեղ այդ ծառայության մեջ։ Իրան ուզած տեղում։ Դու երբ որ դա վերջացնում ես, Աստված քեզ արձակում է ուրիշ մի հատ ծառայության մեջ։ Մի հատ ուրիշ մակարդակի, մի հատ ուրիշ հոգու եւ մի հատ ուրիշ ոլորտի մեջ։ Բարդ եմ ասում հասկանալի է, ամեն։ Նա է արձակողը, նա է օրհնողը, նա է փոխողը, նա է զորացնողը։ Քո ընտանիքի ապահովությունը Հիսուսի մեջ է։ Քո կյանքի ապահովությունը Հիսուսի մեջ է։ Քո ամեն ինչի պատասխանը Հիսուսի մեջ է։ Ես ու դու պիտի աստվածավախ կյանքով ապրենք։ Մենք պիտի հագած ունենանք աստվածավախությունը։ Ես գիտեմ, որ սա մոռացված բան է շատ շատերի համար։ Ես գիտեմ, որ մարդիկ Աստծո սիրո մասին այնքան են լսել, որ ինքը սեր է, որ մեծամասնության մոտ վախը դադարել աստվածավախությունը։ Աստվածավախություն էլ չկա։ Մարդիկ մենակ Աստծուն տենում են իր սիրո կողմից, աստվածավախության կողմից չեն տենում։ Այսօր առավոտ մտածում եմ, ու ինձ միտք է գալիս։ Հետո մտովի sense ավետարանով ֆռում եմ մի հատ, մտովի տենում եմ, որ այդպես է։ Առաջի դարում առաքյալների ավետարանչության ու քարոզների մեջ, գրեթե բոլոր քարոզների մեջ Աստծո պատժի ու դատաստանի մասը անխուսափելի է։ Այդ պատգամները առաքյալների ավետարանչական, եթե ուսումնասիրեք, կտենաք, որ դրա մեջ նրանք կոչ են անում անենց ապրելու, անենց լինելու, որպեսի պատժ չլինի, որպեսի դատաստան չլինի, բայց այսօր մարդիկ խաբված են, ասում են ինչ դատաստան ախպեր, ինչ պատիժ ախպեր, Աստված սերակ համար հանգիստ ապրի։ Հասկանում ես ինձ։ Պատմել եմ, որ ես վերջերս մեկը պատմեց, ասում եմ, թե պատմել եմ նորից թող լինի։ Ասում եմ, Աստված այնքան սեր է, մոլորված գաղափար եմ ասում։ Աստված այնքան սեր է, որ վերջում դժոխքը վերացնելու է, բոլոր մարդիկ միանգամից գնալու են երկիր, ոչ մեկը չի գնալու դժոխք։ Մոլորված, հասկանաք, եսի ծնվել է սատանայի սեղանի տակ օֆիսում իրան։ Ինքն է հնարեց հրես։ Մարդիկ մտածում են, իրանց իմ տատին, մարդ արարածը սենց է, չէ, իմ տատին ասում է մարդում մերնել իրամից չի գալիս վարշը։ Մարդը չի մա, չէ, սենց է մտածում, բոլորի հետ կարապատայի բացի։ Ոսկի ես էլ պտի մերնեմ, մարդը սա դիտեք ինչից է, խապված լինելուց է։ Խապված լինելուց է, որ դա կողը չի պատահելու։ Բայց քանի որ Սուրբ Գիրքը ասում է, որ սենց բաներ կա, մենք էլի հատված ենք մտածելու, որ Աստված սեր է, ինձ չի կարա ինքը ուղարկի դժոխք։ Մի հատ բան ասեմ, քեզ լուր ունեմ քո համար։ Աստված չի ուղարկում դժոխք, դու ես գնում։ Դու ուզում ես գնաս, գնում ես։ Մարդը ուզում է գնա, գնում է։ Մարդիկ խոսացել են մարդկանց հետ, մարդիկ ասում են, բա որ Աստված սեր է, դժոխքում ոնց է այդքան մարդկանց տանջում։ Աստված ընդեղ սատանան է տանջում, Աստված չի տանջում մարդուն։ Եկեք հասկանանք, աստվածավախությունը ինձ ու քեզ հետ կպահի սխալ, հիմար, մոլորված բաներից։ Աստվածավախությունը պատճառ է, որ ես ու դու սուրբ, ճիշտ, արդար ապրենք Աստծո առաջ։ Ամեն, համաձայն ես իմ հետ։ Հիմա եկեք նայենք սիրելիներ 3 հատ համար կարճ Սաղմոսից եւ կաղոթենք 10 րոպե դեռ ունենք իր օրիգինալ ժամից։ Ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր աստվածավախ են։ Ավտոմատ կերպով է լինում։ Դու դրա համար աղոթելու կարիք չունես։ Դու դրա համար անհանգստանալու կարիք չունես։ Նայ, որքան մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից վախեցողների, նույն բառն է, քեզնից վախեցողների համար եւ անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ։ Ինչն է, Աստված իրանից վախեցողի համար, աստվածավախ մարդու համար, ինչա պահել։ Բարություն, կարիք կա աղոթելու բարության համար։ Ապրիր աստվածավախ եւ աստվածավախությունը, ուշադրի նայ ձեռքից,
Աստվածավախությունը իր մեջ այնց հատկություն ունի, որ հատուկ բարություններին ձգում վերմատ է։ Բաց եմ բացատրում։ Եթե դու աստվածավախ ես ապրում, դու բարության աղոթքի համար կարիք չունես, աստվածվախությունը ավտոմատ կերպով բարությունները բերում է քո կյանքի մեջ, Աստված ունի պահած։ Գիտեք պահել ինչ է։ Պահած ունեմ, սպասում եմ տենամ, ով է այդպես որ տամ իրա։ Հասկացաք ինչ եմ ասում։ Եմ մի հատ լավ բան ունեմ պահած, օրինակ չայի սերվիս։ Պահել եմ մի հատ տենամ, ով կգա մեր տուն, յարավ, մի հատ կարևոր մարդ սրանով մի հատ չայ տամ։ Աստված պահած ունի, անկեղծ եմ ասում։ Եվ նու սենց ման է գալիս աստվածավախեր ընտրելու, որոնց վրա հեղի են բարությունները։ Սա է ասում ես խոսքը, ամեն Աստված պահել է այդի, ով աստվածավախ ջան, քո համար լիքը պահված բարություն կա։ Բավական է ապրես անաստվածավախ կյանքով և տարիներով աղոթես Աստծո բարությունը ստանալու համար, խաբված աղոթք։ Ես ուզում եմ այսօր նաև իմ ու քո աղոթքի ցուցակը մաքրվի։ Սխալ աղոթքները, սխալ չիմացված աղոթքները գնա այդտեղից։ Երեք չեմիսոր լիդերներին ասում եմ ինչ է նշանակում, ձեզ էլ ասեմ։ Ինչ է նշանակում խնդրել բառը հրեաների մոտ եբրայերենում։ Հիսուսը որ ասում էր խնդրեք, թակեք և կբացվի ձեզ, չէ՞։ Եբրայերենում խնդրել բառը, բակաշ բառն է, բակաշ, B-A-K-H-ը, որի առաջի իմաստն է, որ դու ինչ-որ մեկից մի բան ես ուզում խնդրես, միջև խնդրելը, դու պիտի հետազոտես, դու ինչ ես ուզում, ինչի համար ես ուզում, վերցելու ես ինչ անես, և Աստծո պարագայում ամբողջը կախված է դրանից, դու, այսինքն դու ինչ որ խնդրում ես Աստծուց, դու պետքա նախ բակաշ արած լինես, հետազոտած լինես, ինչ է դա, ինչի համար ես ուզում, դրանով ինչ ես անելու, մինչև դու ներքին ըմբռնում չունես քո խնդրածի նկատմամբ, Աստված դա չի տա քեզ։ Հիմա գնա աղոթքի ցուցակը նայի, ինչքան չհասկացված, չիմացված, չհետազոտված, չըմբռնված աղոթքներ ունես, որ ասեն քեզ ուզում, քեզ էլ իմանա քեզ ուզում։ Ու հետո ուզում ես, որ Աստված պատասխանի, ինչ լավ է Տեր, որ չես տալիս, դու մեր խելքին չես, շնորհակալ եմ։ Հասկացա՞ք ինչ եմ ասում։ Աղոթքի ցուցակը պիտի մաքրվի, որպեսզի ես ու դու հասկանանք ինչ ենք աղոթում, ինչ ենք ուզում, չհասկացված բաներ, Աստված չի տա։ Ես քո վրա հռչակում եմ բակաշը Աստծո։ Իմ վրա, որ դու խնդրելուց առաջ մի հատ նստես, մտածես, հետազոտես։ Դու որ մեկից եթում ես, օրինակ, մեկից եթում ես, ասես, պարտքով 10,000 դրամ ուզես, օրինակ։ Ես վստահ եմ, որ դու մի քանի անգամ գցում բռնում ես։ Ումից ուզես, չէ՞, ով կտա, ով չի տա, ով է կասկածելի, ուզելուտ ձերն ես քննարկում, սենց ասեմ, ինչ ասեմ, ինչի համար ասեմ, այսենց ուզելուց առաջ Աստծուց, այսենց նստի, քննարկի քո մեջ, հետազոտի, հետո նոր արի Աստծու առաջ հետի ուզելու։ Վատ եմ ասում։ Ես մի օր գիտեք ինչ ասեցի։ Ասի Տեր, եթե հենց հիմա դու ինձ $1 միլիոն տաս, ասում ես չգիտեմ այդ ինչ պիտի անեմ, անկեղծ եմ ասում։ Լուրջ եմ ասում ես այդ ինչ եմ անելու։ Առաջին միտքը որ գալիս է, բայց հետ էլ ասում, էլի, հարց է կանես թե չէ, հավանաբար չես անի, սենց մեծամիտ խոսում եմ, չէ, կբաժանեմ մարդկանց, էլի քա քեզ խապես, վախենամ վաբշե չասեսել որ ստացել ես, որ մարդիկ չգան մի բան ուզեն, հասկանեք ինչ եմ ասում, ես իսկով ես բիզնեսի մարդ չեմ, ասենք անեմ, շատ Արտուրի հիմնարկը առնեմ, ասենք կես փողով, բայ կես եմ, այն կեսն էլ վաղոյի դաշտեր առնեմ, օրինակ, հետո, մտքիս հիմա հետի եկան, բա հետո, ինչ անեմ,
Աստծուց ուզում եք մի բան, որ չգիտեք, մենք դա ինչ ենք անելու, դրա համար Աստված չի տալիս։ Մարդ ասում է, պարգևներ տուր ինձ, քո պարգևները թող իմ մեջից գործեն, լցրա ինձ, օծիր ինձ։ Օծեմ յանը ինչ անես։ Ինչ անես։ Դուք տենում եք հասկացողությունը, երկու բառ եմ ասում ու շատ լսի, հասկացողությունը, որը ներքին ըմբռնումն է, եւ մոտիվացիան, շարժառիթը ինչքան կարևոր է մեկից բան ուզելու համար։ Մենք մարդուն կարանք խաբենք Աստծուն, մենք Աստծո հետ գործ ունենք, մենք սրտեր քննողի հետ գործ ունենք, մենք ամենակարողի հետ գործ ունենք, մենք տվող չտվողի հետ գործ ունենք, մենք օրհնող չօրհնողի հետ գործ ունենք, մենք բարձրացնող չբարձրացնողի հետ գործ ունենք, մենք ապրեցնողի եւ սպանողի հետ գործ ունենք։ Մենք պիտի հասկանանք սա։ Խի եմ ուզում, ինչ եմ անելու Տեր։ Ամեն։ Հաջորդ խոսքը Բաբաջանյան Անահիտ։ Ահա Տիրոջ աչքն իրանից վախեցողների վրա է, և նրանց վրա է, որոնք սպասում են իր ողորմությանը։ Տեր Աստված, կարիք կա ես աղոթեմ ասեմ, Տեր Աստված, քո աչքն ու աչքը, խաչն ու ես իմ ինչ է, իմ վրա լինի, չկա կարիք աղոթելու, կարիք կա Աստվածավախ ապրելու և Աստծո դրած օրենքը ավտոմատ աշխատում է իմ ու քո համար։ Ամեն։ Կարիք չկա, 10 անգամը հիմա հանկարծ ոչ եք մտածում, ասում եմ, վաբշե մենք աղոթել պետք չի, հասկանում եք, չէ՞ դա։ Հիմա կարիք կա ամեն օր աղոթեմ ասեմ Տեր։ Քո աչքը թող մեր վրա լինի Տեր Աստված։ Ոնց լինի։ 1000 կիլոմետր հեռու ես ապրում Իրանից։ Գնացել մտել ես անենց չարությունների մեջ, անենց վատ տեղեր, մի հատ էլ խնդրում ես, ասում ես, չէ, դե ուրիշ ձեռը, Աստծո ձեռը չի։ Հասկանում եք իրար։ Քո աչքը քեզանից վախեցողների վրա է։ Ամեն, ում վրա։ Դեք ինք այսպես նայում։ Գիտեք այդ աչքի մեջ ինչ կա։ Ամեն տեսակի օրհնություն ու բարություն, որ ասում է իմ աչքը քո վրա է, այսինքն քեզ չարիք չի մոտենալու։ Քեզ վատ բան չի մոտենալու։ Իմ աչքը քո վրա է, սրա մեջ հսկել կա, հսկել բառը կա սրա մեջ։ Սրա մեջ հսկել կա, որ ես հսկում եմ քեզ, քո ընտանիքը, քո կյանքը, քեզ ոչինչ չի մոտենալու, որովհետև դու Աստվածավախ ես։ Ամեն ինչքան բաներ է գալիս Աստվածավախության վրա դրական։ Լավ չի չես հասկանում ինձ։ Ամեն։ Եվ վերջի համարը Անահիտ։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում Իրանից վախեցողների 4 կողմը։ Ում ամեն օր աղոթողների, որ ասում են մեր կողմը բանակ շինի։ Ամեն օր ես իմ ինչ արողի, լավ բան արողի։ Հասկանում եք իրար։ Աստված քո կողքը հրեշտակների բանակա սարքում, եթե դու Աստվածավախ մարդ ես։ Ամեն, կարիք կա ամեն օր աղոթելու, Տեր Աստված քո բանակը մեր կողմ կամ, գիտեք մի հատ բան կա մնացած հնուց, մի քարոզից մնացել է, մի միջազգային մարդ քարոզել է դա, միջև հիմա տարիներ է 20-30 տարի շատ հավատացյալների մոտ անգիրի նման զուբրիտ մնացել է այդ աղոթքը։ Ես քո արյունը կիրառում եմ վրա։ Քո արյունով ցանկապատում եմ ինձ։ Բան չունեմ ասել, եթե քո խղճմտանքը տենց է, տենց աղոթի։ Մեղք չես գործում տենց աղոթելով, բայց ավելի հեշտ մեթոդ է։ Ապրի Աստվածավախ, արումներ է քո վրա, հրեշտակներն են քո 4 կողմը, սրերներ են քո 4 կողմը քեզ պահում, օրհնություններ է գալիս դրա վրա, ամեն տեսակի լավ բաներ գալիս է դրա վրա, ապրի Աստվածավախ։ Ամեն, կարիք չկա աղոթեմ ասեմ, թե քո հրեշտակների բանակը սարքի մեր սխալ աղոթ չեմ ասում, հասկանում ես, ինձ ավելի հեշտացնում ու բացատրում եմ, ինչ կա, որ դու միտեղ խոսում ենք 15 տարի կրնի, միգուցե,
Միտեղ խոսում էինք, չեմ ասում որտեղ։ Այդ արյան կիրառման մասին ասեցի իմ անձնական հասկացությամբ, եթե դուք մեղքեր եք գործում, մեղքերի մեջ եք ապրում, վատ եք ապրում, ինչքան ուզում եք արյունը կիրառեք ձեզ պաշտպանելու համար, դա չի աշխատում։ Դուք կարաք արյունը կիրառեք ձեզ մաքրելու համար այդ պարագայում։ Ամեն։ Որտեղ Աստված, ես չարություն եմ անում, մեղք եմ գործում, խնդրում եմ արյունը ինձ մաքրի, բայց ապրել գիտակցված սխալ չար բանի մեջ եւ աղոթել, որ Աստծո արյունը քեզ պաշտպանի, դու խաբված ես։ Ապրիր սուրբ եւ կարիք չունես նրա արյունը կանչելու քեզ պաշտպանելու համար։ Դա քո սրբությունը, քո աստվածվախությունը ավտոմատ կերպով հրեշտակները քո կողքին։ Լավ թե լավ չի։ Ամեն